Բնորդը ինչպես տարբերակի անշարժ գույքի գործակալությանը վատ անշարժ գույքի գործակալությունից կամ ընկերությունից, ինչ չափանիշներ կան էքսպերտներին տարբերակելու համար։ Լավ թեմա է, բայց միանգամից օրենքի տեսանկյունից ստեղծվող օրենսդրության համատեքստում հետ նայենք։ Դու նկատի ունես այս վերջերս կիրառվող ռիելտորական ընկերության դրա անունը դնենք ռիելտորական օրենք։ Ռիելտորական օրենքը արդեն 2 տարի պլյուս մինուս մի քիչ ավել շրջանառվում է, կադաստրի կոմիտեն օրենքը առաջ անգամ շրջանառեց երևի 2.5 տարի առաջ մենք դրա մասին իմացանք։ Շնորհակալություն կադաստրի կոմիտեին, որտեղ դրա հիման վրա ստեղծվեց մեր ասոցիացիան։ Իսկ կարծիքներ կային, որ այդ ռիելտորական օրենքի նախաձեռնությունը հենց ձեր ասոցիացիայի նախաձեռնությունն է։ Չէ, մենք դրա ասոցիացիայի նախաձեռնությունը չի, որտեղ դրանից շրջանառողից հետո է ստեղծվել ասոցիացիան։ Օրենքը չներ, չեք հավաքվի։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ, այլ դրդապատճառ միգուցե լիներ, բայց այս օրենքը շատ հարմար դրդապատճառ է, որպեսզի մենք հավաքվենք շուկայում գործող գործակալություններով եւ գործակալության նման ընկերություններով, այսպես ասած, որի հետաքրքիր այդ շուկան, եւ դա դառավ դրդապատճառ, որ մենք հավաքվենք, բայց ոչ միայն օրենքի հետ աշխատելու, այլև ընդհանուր առաքելություն ստեղծելու եւ ընդհանուր նպատակներ դնելու համար։ Այսինքն մեր ասոցիացիայի նպատակը միայն օրենքի հետ կապված աշխատանք չի եւ չի սահմանափակվում դրանում։